Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք մեր այսօրվա ասուլիսը, մեր հյուրն է Արա Աբրամյանը, մեր ասուլիսը սկսենք միջադեպից, որը եղել է 3 ամսօր, պարոն Աբրամյան, Արա Աշակերտович, խնդրեմ ասել, ինչ պատահեց, որ գալիս եք հայրենիք։ Բարև ձեզ, շնորհակալություն եմ հայտնում, որ եկել եք, մասնակցում եք, անցնեմ հարցի, դե ինչ պատահեց, գիտեք, մինչև այս հարցերը անցյալ անգամ էլ որ մենք եկանք, Անդրանիկ Միգրանյանի հետ ենք, չգիտեմ դուք երևի մասին գրեցիք, ասեցիք, համարյա նույն պատմությունն էր, Անդրանիկ Միգրանյանին թույլ չտվեցին մտներ ներս։ Հիմա ես այստեղ անցկացնում եմ միջոցառում, իմ ընկերները, կոլեգաները Ամերիկայից եկել էին, բավականին 12 ընկերություններից մարկար, մենք քննարկելու ենք մեր բիզնես խնդիրները։ Իհարկե, առանց պատճառի 2.5 ժամ մենք մնացինք օդանավակայանում։ Պատճառը շատ պարզ է, ինձ թվում է, իմ կարծիքով ես ասեմ, պատճառը նրա համար է, որ երևի ես բավականին շատ ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին եւ բարեգործական։ Երևի պատճառներից մեկն է, որ ինք երևի մի խնձոր չի նվերել որից է մեկին, կամ չի տվել, այսինքն ես չգիտեմ էլ, այդպիսի մի բան արել է, բայց Աբրամյան Արան ինչ է արել։ Աբրամյան Արան փախստականներին մոտ 200 կվարտիրա նվիրել 2-3 սենյականոց։ Հայաստանում, այո, Հայաստանում։ Այս գիրքը կա, տեսեք, սա 20-ամյակի գիրքն է Ռուսաստանի հայերի միության արած գործերը։ Նախ ասեմ Ռուսաստանների հայերի միությունը ֆինանսավորում եմ միայն ես։ Ուղիղ 100%։ Մենք երբևիցե փող չենք հավաքել, երբևիցե մեկն էլ որից է $1 կամ 1 ռուբլի փող չի ներդրել։ Որ այստեղ կարդակ շատ երկար, շատ կան, բայց հիմնական բաներն ասեմ, որ մենք մասնակցել ենք տես մարդկանց փախստականների հարցով, մենք մարդկանց վերականգնել ենք, վերանորոգել ենք Կուրիերի միավորման հիմնական գրասենյակը, Կուրիերի միավորման կուլտուրայի պալատը, մասնակցել ենք տոտալ մոտ 25,000 կամպյուտերներ ամբողջ Հայաստանով մենք դպրոցներ, բանակ, Ղարաբաղ, այո, մենք դասարաններ ենք բացել, մենք մասնակցել ենք Ղարաբաղում դպրոցի կառուցմանը, 600 տեղանոց, միայն դպրոց չէ, սպորտ կոմպլեքսով եւ այլն, տեսեք, ասում են Ղարաբաղ, չէ, այդ մասին խոսանք մենք Ղարաբաղին, բայց գործան ենք կառուցել, որպեսզի այնտեղ աշխատեն այդ գործանը եկամուտները տրվի, ասենք այդ ուսուցիչներին եւ այլն դպրոցի վերանորոգմանը եւ այլն։ 6 ստեղծագործական միությունների հետ, պլյուս ազգային ակադեմիային, ամեն տարի մենք մրցույթներ ենք անցկացրել, որպեսզի մեր, ասպես, էլիտան կարողանա որ չի հաստավվի, իրանց տեղը գտնեն, երիտասարդների հատուկ մրցույթ ազգային ակադեմիայում, ֆոնդեր ենք բացել, ես անձամբ $100,000 ներդրում եմ արել գրողների միությունում, այնտեղ, դա է, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի ասենք այստեղ այս ստեղծագործական միություններում ինչ-որ իրանք մի քիչ լավ զգան։ Ես զարմանալի մի բան ասեմ, մենք շտամ 2 տարի առաջ երևի եղա գրողների միությունում, ես այդպիսի բան չէի տեսել։ Ես ցեկայի գարաժի հետև այնտեղ ենք մնում, այն ժամանակ դպրոց էի գնում Աբովյանի երկրորդ դպրոց։ Գրողների միության կողքով է անցնում։ Շատ վաղ 11-րդ կողմից անցնեմ, էլի։ Դա մեծ պատիվ էր։ Տեսեք այսօր
ինչ վիճակի մեջ է, ինչեր են ասում։ Այսինքն, բայց մենք բոլորի հետ աշխատել ենք, բոլոր սոցիալական միությունների հետ։ Գիտեք, եթե ես թվեմ, հավատացեք, երևի մի 2 ժամ ժամանակ է պետք։ Այստեղ, ասեք, մեր այո, աղայան այո, մի ասեք, ես գիտեմ աղայան Վլադիմիր այստեղ պետք չի ասել, ինձ խնդրում եմ մի հուշեք ոչ մի բան աղայան այստեղ է, Վալոդյան, որ աշխատել է վիցեպրեզիդենտներ 20 տարի, ինքը եթե հարցնեք, ինքը կարող է պատմի, ինչ որ, ես չեմ հիշում, հազարավոր դեպքեր, 2 օրինակ բերեմ, դե, ասենք, Մոսկվայում ես նստած տելևիզոր եմ նայում, մեկ էլ ցույց են տալիս ինչ-որ մի տեղ, մի շրջանում մոռացել եմ 5 երեխա ունե, տունը վարվել է, շուտ տնական կենդաններ, բավականին տուժվել է, զանգում եմ, ասեմ, Վալոդյա ջան, ես խնդրում եմ գտնեք այդ մարդկանց, մի հատ նոր տուն առնեք, ամեն ինչ անեք, իր ներկայությամբ եմ ասում, դուք հետո կարող եք հարցնել, թող անուն ազգանունս, ես չգիտեմ, չեմ տեսել, չեմ էլ հանդիպել։ Իր ամեն ինչով, մեբելով ամեն ինչով տնային կենդաններով գտակ, որտեվ ես մի մոմենտ պատկերացրեցի, որ մենք էլ ենք 4 եղբայր մի քուր, իրար հետ մեր գյուղում մենք ապրում ենք, եթե հանգարց այո, մի բան ելներ, շուր մեզ օգնություն ցույց տային, չնայած չեն տվել, բայց ամեն դեպքում դա ինչ ուրախություն կլիներ։ Մենք ինքներս ենք մշակում, այ ասեմ ձեզ մի կիլո խաղող, որ պակասել մի կիլո շատ չէ, 46 կոպեկ էին ընդունում։ Դա մեր համար ազդում էր, եթե մի 3 կիլո կամ 4 կիլո քիչ ենք ստանում բերքը, որտեղ հանձնում ենք, այդ նշանակում է ես պետք է երևի սանդալիկներ չունենամ, գնամ առանց սանդալիկների կամ 5 կոշիկներով գնամ դպրոց։ Ես գիտեմ այդ գյուղացիների վիճակը, ես դա շատ լավ գիտեմ։ Երեկ էլի Մալշկայում էի, ասեմ, շատ ափսոսում եմ, որ ես մեր լավ երկիրը առաջ գնալու փոխարեն մենք հետ են գնացել եւ հետ են գնում։ Եթե վերցնեք օրինակ հեռու չգնամ հələ մեր գյուղի բյուջետը, որ հարցեցի, որ 500,000 տարի մնա իրանք հետ են գնում, չի կարող, հնարավոր չի մի բան ուղղվի, ասենք ճանապարհներ կառուցի կամ ինչ-որ մի բան, որ ուղղվի գոնե լավանա էլ այդ իրավիճակը եւ մարդկանց իրավիճակը։ Դե մենք դրանով ենք զբաղվել, դա ենք արել։ Ես մի դեպք էլ հիշեմ, ուրեմն եկեղեցին էինք ռուսական բացում, մի հատ կույր աղջիկ եկավ, ասեց պարոն Աբրամյան, ես կույր եմ, էլի չեմ տեսնում, բոլորին դիմել եմ նախագահներին, 3 նախագահներին էլ բան մի հատ բնակարան տվեք, էլի տուն չունեմ, բնակարան չունեմ, ասեցի խնդիր չկա, կանչեցի օգնականին այստեղ, իմ այստեղ չէ Արթուրին, ասի Արթուր, մի հատ ասի քանի բնակարան սենյականոց եք ուզում, ասեց 2 սենյականոց, ասա լավ է, ասի գիտեք ինչ կա 2 սենյականոց բնակարան կգտնես, որտեղ որ ինքը ուզում է, կառնես ամբողջ վերանորոգումը կանես, կահույքով ամեն ինչով կանցնես իրան։ Այս աղջիկը լսեց, ասեց, բայց պարոն Աբրամյան, ասեց, խափում եք, ասեմ չէ, չեմ խափում։ Միանանք ստացեք, շատ ամենամոտիկա ինչքան հնարավոր է արագ, այդ ամեն ինչը կարող եք անել ձեր համար, վերցեցինք, արեցինք եւ տվեցինք։ Այդպիսի հազարավոր դեպքեր կան, հազարավոր։ Ես կարող եմ ասել Ռուսաստանի հայերի միությունը 640 քաղաքում մասնաճյուղ ունի Ռուսաստանում, դե գիտեք, իր համար առաջի հասարակական կազմակերպությունն է։ Դա ասում է Ռուսաստանի դաշտության նախագահը եւ օրինակ է մեզ բերում։ Այնպես որ այդ երևի դրանց համար, որ շատ եմ անում, շատ եմ օգնում, դրա համար լավ չի էլի։ Ես ասացի, Ամերիկայում ելույթ էի ունենում, դեստեղ գիտեք, թղթակիցներին շատ են սիրում, բոլորը գալիս են, հերթ են կանգնում, հազիվ են պայմանում անցնեմ իրանց մեջից, բանա, ելույթ էի ունենում, գիտեք, խնդիր ինչում է կանում։ Իհարկե ինքը ուզում է, որ մեզ վախացնի։ Ինքը ուզում է, որ ես վախենամ, եւ բոլորը վախենան։ Տեսեք, ես մի անգամից տարածեցին բան, Աբրամյան մեկ ասեց 10 ժամ, մեկը 5 ժամ, մեկը 2 ժամ, մեկը ասեց ես իմ ինչա,
շուտ թերթեմ որ նայեք ինձ ես չեմ կարդում ասեցին բա գրում եմ որ ես եկել եմ թալանում եմ 17 միլիարդ փող եմ գողացել ես ինչ եմ արել եւ այլ հազար ու մի բան ուզում եմ վախեցնել ցավոք սրտի ինքը պետք է վախենա ինքը ես ոչինչ չեմ արել որ վախենամ այն ինչ որ ես եմ արել ես շուտ մի մասը ձեզ ասեցի բայց ինքը վախենալու տեղ ունի որտեվ եւ կոնստիտուցիա իր խախտման եւ ինչ որ այսօր կատարվում է տեսեք իր ուշ մի ասած չի կատարվել ասում էր Ղարաբաղը մերն է վերջ ես բոլորս պետք է ամեն ինչ անենք որ Ղարաբաղին բայց տեսեք ինչ եղավ հիմա իրենց միտինգ էր ղարաբաղցիներին գիտեք եթե ինքը չի ափսոսում որտեվ ինքը այնտեղ դպրոց չի կառուցել մանկապարտեզ չի կառուցել այնտեղ ոնց ասեմ չի մասնակցել այդ կյանքի Ղարաբաղի ինքը հոգի սիրտ չի դրել աշխատանք չի դրել գիտեք ես որ ասում եմ տեսեք դպրոց եմ կառուցել չէ 6 միլիոն դոլար իր ֆուտբոլի դաշտով սպորտային կոմպլեքսով ամեն ինչով ինքը չի արել ես մեծ ուրախությամբ դա նշ չի որ ես 6 միլիոն դոլար ունեի դրեցին դեղ ես 6 միլիոն չեմ 600 միլիոն դոլարի կարիք ունեմ ես եղբայրներ ունեմ ընկերներ ունեմ որ կարող է ես իրանց տայի չէ բայց ես ասում եմ գիտեք ինչ կա դուք շատից վատից լավ եք ապրում բայց ինքան մարդիկ կան որ դրա կարիքը ունեն ես չեմ կարող խիղճ հասկացողություն այսօր մեր վարչապետը չունի խիղճը գալիս է այն ժամանակ եւ որ խիղճն է ուզում ոչ թե եւ որ մենք ենք ուզում եւ գալիս ասում եք ես տեսեք դուք ռեստորան նստած եք ուտում եք բան բայց այնտեղ սոված մարդիկ կան չի լինում ուրախանալ այդ դա ցավոք սրտի մեր մոտ մի քիչ էլ տեսասեմ այդ տեսեք ինտելիգենցիայի վիճակը բիզնես էլիտայի ոչինչ չեն ասում ամեն մեկս առանձին ենք դե վերցեք հերո չգնանք Գյումրի ընտրությունները ես չեմ ուզում քննադատեմ ինչ որ ասեմ ես ուզում եմ ասեմ փաստերը ես միայն փաստերն եմ ասում տեսեք միասնականություն չկա միասին որոշումներ կայացրած չկան թե ոնց պետքա լինի խախտումները իրանք չգիտեմ ինչ որ լսել եմ ասում են հերոստատեսությամբ ինչ որ բավականին խախտումներ կան ես իմ լույսն է գնացել այս է եղել գիտեք եւ որ խախտումներ չգիտեմ ոնց է եղել ինչ է եղել բայց ամեն դեպքում եւ որ մենք ուզում ենք մի բան փոխենք եւ չենք կարող միանալ եւ դա անձնականացնում ենք մեր մոտ հայրենիք բերել են այն վիճակին որ մենք հայրենիք հասկացողությունը չունենք օրինակ լավ հասկացողություն ունենք դա չհասկացանք ախպերարին ոնց կլինենք այս մարդը այսպես է անուն չտամ բայց մենք սենց կամ իրար հետ մենք չունենք գիտեք ինչ կա մենք մինչև չհասկանանք հայրենիքի շահ միասնականություն թե դա ինչ է լինում դա լինում է միասնականություն հայրենիք շահը բոլորս հավաքում ենք ընտրում ենք մեկին որը ի վիճակի է այս վիճակից դուրս անի ոչ թե վատին ամեն անգամ վատ այդ դա է կարևորը բայց տեսեք այն մեկը սենց ասում մեկը դες փողի համար է անում չգիտեմ ես 20 տարի 30 տարի 27 տարի հայրենիությունը կա 27 տարի ինչ ասես ասում են բայց ես հարյուրավոր միլիոններ այ մի հատ ես կուզենայի այս թուղթը մի հատ մեր հարկային տնտեսությունից Ռուսաստանին տեսեք ինչքան գումար ենք ծախսել դա մի քանի 100 միլիոն դոլար է որ ես ծախսել եմ հայրենիության բարեկարգության մարդկանց օգնելով մարդկանց կյանքը փրկելով ոչ միայն այստեղ եւ դրսում ոչ միայն հայերի այլ ազգերի даже ամերիկացիների անցյալ տարի ես միայն 3 հատ ամերիկացի օգնեցի դուրս եկան գնացին այստեղ ուզում եմ ասեմ այս ամեն ինչը մենք պետք է հասկանանք այդ միասնականությունը ինքը վախացում է թե ինքը ինչ վախացնի բա ինքը իրանով վախացնի լավ ասեք լսում եք պարոն Աբրահամյան գաղտնիք չի որ երկար տարիներ բազմաթիվ անգամներ դուք հայ հասարակությանը հայ բիզնեսմեններին Հայաստանի մտավորականությանը եւ ընդհանրապես բոլոր խավերին միասնականության կոչ եք արել բազմաթիվ անգամներ միջոցառումները կազմակերպել այդ միասնականությունն ապահովելու համար այդ միասնականության համար ընդհանուր հարթակ ստեղծելու համար երեկվա ընտրությունները որ
եղան Գյումրիում ու շատ կարևոր է որ այնտեղ ընդդիմադիր տեխնացուները միասնական լինեն դուք ինչ եք կարծում այս անգամ կստացվի այդ միասնականությունը դուք տեսնում եք այն պահանջը Գյումրիում հայ հասարակության մեջ ընդհանրապես որ այդ միասնականությունը կայանա ու վերջիվերջո ոնց որ դուք եք ասում մի բան փոխվի այս երկրում Ես կարող եմ ասել իմ կարծիքը ես շատ կուզենայի որ այդ միասնականությունը կայանար որ բոլոր իրար միանային ես կասեմ որ գիտեք ինչ կա ով որ չմիացավ ինքը իր խիղճ իրան հանգիստ չի տալու իրան իր երեխաների խիղճն էլ իրանց հանգիստ չի տալու որտեվ այսօր շատ կարևոր է դա այսօր շատ կարևոր է միասնականությունը օրինակ լինեն գոնե այդ փոքր հաղթանակը եթե մենք սկզբից չարեցինք այ գոնե հիմա միանանք եւ տեսնենք ինչ ենք անում շատ ես հույս ունեմ որ կմիանան ես չեմ կարող ասել թե իմ կարծիքով պետքա որ միանան պետքա միանան տեսեք մեր երկիրը բաժանված է ով է բաժանել վարչապետը սև սիպտակ կամ ես իմիջ ես բերել եմ գրքեր ցեղասպանության եւ Ղարաբաղի Այդ մասն էլ ուրասական չի վերում, չէ՞, այդ մոդայիկ չի։ Հա, Հայաստանում տեսեք, ակտուալ չի։ Դե հիմա ես կասեմ երկու չէ, շատ իրանց համար Հայաստանում ակտուալ չի, բայց մեր համար շատ ակտուալ է։ Գիտեք, մենք մեր պատմությունը ամենակարևոր, տեսեք, հատ մեր ջուղում այսի ասացված կա, դու պատմություն կա, ավելի շուտ պատմություն կա, մեր ջուղում չարն ու բարին նայում են տեսնում են երիտասարդ զույգ իրար սիրով խոսում են սիրահարված աչքերով իրար են նայում այս չարը ասում է գիտեք բարին ես այնց անեմ իրանց բաժանեմ որ իրար հետ չլինեն բարին ասում է ես նայեմ մի հատ աչքերի մեջ ասեմ ձեզ նայում աչքերի մեջ ասում է չէ դու չեք կարող ասում է դե իրար Պայմանավորվում ենք այդպես, եթե ես այնպես անեմ, որ բաժանվեն, ուրեմն դու վերանում ես։ Եթե ես չկարողանեմ անել, չարն ասում, ուրեմն ես եմ վերանում։ Բայց ասում եմ պայմանավորվեցինք։ Դա ասում եմ գնամ, հեսա տեսնեմ, գալիս նայում իրանց աչքերի մեջ իրոք մեծ սեր կա։ Դա այսինքն ես հեսա վերջում կասեմ, մեծ սեր կա։ Ով ասում եմ մեծ սեր կա, ես չեմ կարող այս սերը այնպես անել, որ բաժանվի։ Կգնամ մի 20-30 տարի հետո կգամ Բնացա պայմանավորված, որ մինչև կյանքների վերջը դա ուժի մեջ է։ Կգամ մի 20-30 տարի հետո սերեք վերանում է, էլի։ Կգամ ես այնպես կանեմ, որ բաժանվեն։ Գալիս է մի 20-30 տարի հետո, որ բաժանի, տեսնում եմ էլի աշկերի մեջ, ամուսինների, տեսնում եմ մեծ վստահություն կա։ Մեծ վստահություն։ Դավերը իրար նկատմամբ։ Այդ վստահությունը ով ասում է չի լինի։ Հնարավոր չի որ ես բաժանեմ, դա մելի մի 20 տարի հետո կգամ, գնում եմ մի 20 տարի հետո է գալիս, էլի որ բաժանեն տեսնում եմ որ մի հատ կին արդեն տարիքով սև հակած շուտ տեղ է գնում, ասում եմ գնամ տենամ ուր է գնում կինն է երևի, գնում է գերեզմանոց ամուսինը մահացել է, ու ասում տոշն, եսա գնամ անենց անեմ որ բաժանվի, թողնի գնա էլ հրաժարվի։ Գալիս է ասում եմ գնամ տեսնեմ ինչ անում, նստած գերեզմանոցում այդ քարի առաջ ամուսնու հետ խոսում է ասում է գիտես Պետրոս դες մեր մեծ տեղան հիմա մեր ջուի ճարտարապետն է արդեն նոր ճանապարհներ նոր բաներ է կառուցում շուտ շատ ուրախ են թորները սենց ու պատմա հիշում ես այդ ուրախությանների ժամանակ եւ որ ասում ենք ինչ լավ դուք խորհուրդ տվեցի որ ճարտարապետ դառնա եւ դարձավ տենց այսինքն ամեջ հիշողություն ամեջ Դենում եմ, որ ինքը, որ այնքան մեծ հիշողություններ կա, այդ հիշողություններով ինքը ապրում, այդ հիշողությունները թույլ չի տա, որ ինքը հրաժարվի իր ամուսնուց, ու տես խոսում էր, և ինքը անհետանում է։ Դե տեսեք, ես ուզում եմ ասեմ, մեր պատմությունը, մեր հիշողությունը, չի կարող վարչապետը 5000 անգամ էլ ուզենա վերացնել, մենք մեր մեջ կմնա դա, վերջը մեկը կնի, որ այդ ամեն չեք ասել, ես ուզում եմ մի քանի բան ասել Այդ վերաբերյալ, որտև այս հարցը շատ է խոսում, ես ասեմ վերջացնեմ այս հարցով, դուք կասեք, դե տեսեք, այստեղ գիրք է գրված 67 երկրներից գենոցիդի մասին
Գրքեր երևի հազարավոր գրված է, բայց դա շատ լավ է, դեմ չեմ, բայց դա լրիվ ուրիշ գրքեր են, սրանք բոլորը փաստաթղթեր են, բոլորը հավաքվել է 67 երկրների արխիվներից, միայն փաստաթղթեր, տեսեք մոտ 40,000 փաստաթղթ ունենք, որը մեր մոտ պահվում է, վերջի գիրքը, երրորդ հատորը, սա գրում է ճանապարհը, մենք ոնց այս խնդիրը պետք է լուծենք։ Ես ինչ արեցի, եւ որ այդ հավաքեցինք այս գրքերը գրեցինք, եւ որ ինչից առաջացավ, ես եւ որ հայրի միություն ես էի կազմակերպեցինք հայրի միություն բացեցինք, ես իմ կազմի հետ միասին, առաջինը մեր խնդիրները, ինչ խնդիրներ դրեցինք, տեսեք հասարակական կազմակերպության արժև, Հայաստանը չի, Ռուսաստանում, որը հիմնականում պետք է զբաղվեր Ռուսաստանի հայերի վերաբերյալ հայերին։ Ասեցի մենք պետք է գրենք ցեղասպանություն, գրենք Ղարաբաղ, գրենք հայկական երեխաների ինցիկլոպեդիա, որը չկար։ Եվ պաշտպանել մեկ էլ զբաղվենք մեր երեխաների կրթությամբ։ Մնացածը ռուսներն էր վերաբերվում։ Այն ինչ որ մենք դրել ենք մեր առջև, մենք կատարեցինք։ Հիմա վերադառնանք այս գրքերին։ Այստեղ ես հավաքեցի փորձագետների մոտ 5-7 աշխարհի ամենալավ փորձագետներին հավաքեցինք Ռուսաստան, Հայաստան, Ամերիկա, Իսրայել եւ փորձեցինք լավ ինչ անենք, այս փաստաթղթերը կան։ Օրինակ Իսրայել Չարլին, որ խալախոստի տնօրենն է եւ ինստիտուտի տնօրեններ, ես օրինակ իրանց մոտ որ անցկացնում ենք, հավաքվել են փաստաթղթերը, ինքը $5 միլիոն էր ուզում, որ եզրակացություն տա։ Եվ իրանք տվեցին, որ այո, մենք կարող ենք գնալ, ցեղասպանություն եղել է, մենք կարող ենք գնալ միջազգային դատարան եւ պահանջել, եւ մենք կհաղթենք։ Մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի նամակով, այդ ամեն ինչը կա, որ ինքը, որտեղ մենք հասարակական կազմակերպություն չենք կարող տալ, դատի տալ։ Պետք է պետությունը դատի տա։ Չարվեց։ Բայց սա շուտուշ կվերադառնանք։ Մենք կվերադառնանք այս խնդրին, պետություն, ես հավատում եմ։ Երկրորդը, Ղարաբաղը։ Նույնը Ղարաբաղը, ես ցավում եմ, որ ամեն ինչ կա։ Ես այդ թղթերը հանեցի պատերազմի ժամանակ եւ իրան ուղարկեցի իրանց կառավարություն բոլորին։ Ուրեմն, տեսեք, ասեմ, իրավաբանորեն, նույնը արեցինք այս հարցով, ամեն ինչ արեցինք, երկրորդ հատորը, երկրորդ մի մասը էլ փորձագետներին հավաքեցինք միջազգային այս խնդրի շուրջը եւ իրանք եզրակացություն տվեցին։ Ուսումնասիրելով 1805 թվականին ռուս պարսկական պատերազմն էր, որը վերջացավ 13 թվականին եւ 13 թվականի կարծեմ Գյուլստոնի դագավորի համաձայն անցավ Ռուսաստան, ցարական Ռուսաստանին։ Ցարական Ռուսաստանի ժամանակ այնտեղ ոչ միայն Ղարաբաղը այսօրվա կազմի մեջ, 3 անգամ ավելի մեծ, դա Իգնավար մարզ է, ռեսպուբլիկա էր, հետո դարձավ Իգնավար մարզ։ Երբևիցե իրանք իրավաբանները միջազգային իրավաբանների համաձայն երբևիցե Ղարաբաղը չի պատկանել Ադրբեջանին։ Դա հետո դարձավ Սովետական միության կազմի մեջ, էլ Իգնավար մարզ, որը Սովետական միության որոշմամբ տվեցին Ադրբեջանին։ Ինչու՞։ Որտեվ ցեղասպանությունից հետո շատ աղքատ էր մեր մոտ։ Մի հիվանդություններ կար եւ արում մի բան։ Փաստաթղթեր ունենք որոշում կայացնելու համար, որը արձանագրություն եւ որ որոշում կայացնելուց առաջ թե ոնց է եղել, որ տանք, քանի որ մի պետության մեջ ենք, տանք Ադրբեջանին։ Բայց Իգնավար մարզը եղել երբևիցե միջազգային իրավունքների համաձայն երբևիցե մինչև առայսօր Ադրբեջան չի պատկանել։ Ամեն ինչը կար, մենք փորձեցինք էլի այն ժամանակ այս վերջերս մի 100 անգամ գրել ենք, ուղարկել ենք այստեղից ըստ փաստաթղթերի համաձայն։ Ոչ մեկը չի կարդացել, իրանց վեճներ չի։ Բոլորին ուղարկել ենք։ Բայց տեսեք ինչ եղավ։ Ոնց որ մենք, ես չեմ կարողանում հասկանալ, ոնց որ ոչինչ չի եղել մեր հետ, նույն արտասահմանում Ղարաբաղ վերցեցի տվեցին։ Ավելին ասեմ, տվեցին, մարդկանց բերեցին։ Մարդիկ դուրս եկան, որտեղ ոչ էին մնան դեռ իրանց սպանեին։ Տեսեք, այս վերջի քանի օր ինչքան մարդ իրանց կյանքը ինչքան մարդկանց սպանեցին, ինչեր ար գլուխ էին կտրում ցույց տալիս, մենք ունենք այդ նկարները Մոսկվայում։ Ադրբեջանցիք։
Եվ ստիպված այդ մարդիկ դուրս եկան, որտեղ պաշտպան չկար, Հայաստանն ասի ես չեմ պաշտպանելու։ Իրանք դուրս եկան, հիմա եկել են ստեղ։ Ես երեք չառաջորներ միտինգ էր։ Ղարաբաղցիների, մենք ասում ենք մեկ իրանց էլ նպաստ չենք տալու։ Դա նորմալ երևույթ է, չգիտեմ։ Այնպես որ սա դրա համար է իր գրքերը բերել, ես երկար չեմ արդեն շատ երկար խոսացինք, ասեք։ Պարոն Աբրամյան, խոսեցիք նաև ցեղասպանության մասին, ընդամենը 2 շաբաթ անց հայոց ցեղասպանության 110-ամյակն է եւ դեռևս, այսինքն 110-ամյակի միջոցառումների կազմակերպում Հայաստանում չկա, ԱԳՆ-ն հանձնաժողով էր սովորաբար ձևավորում, որը էլի էս պահին չկա, կառավարությունը կազմակերպչական աշխատանքների հետ կապված մոռացության տալու միտումը որտեղ եք տեսնում։ Գիտեք, մոռացության տալու միտումը շատ պարզ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետից։ Քան որ այստեղ միաձայն են ընդունում որոշումը, ինքն է որոշում, ով գա Հայաստան, ով չգա, անօրինական, ում թողեն, ում չթողեն։ Դե եթե այդպես է օրենք են խախտել, չէ՞, ամենաշատ օրենքն է խախտել։ Բա երեք մասին խոսանք։ Տեսեք, ցեղասպանության մասին մինչև հիմա մենք օրինակ նշում ենք, հավաքում ենք ամեն տարի, անցկացնում ենք լոր սեղան, միջազգայինների մասնագետներին իրար հետ զրուցում ենք, ասում ենք, թե որ պետք է այս հարցը լուծվի, մեր իշխանությունները օգնում են, միակ, որ հստակ ասելա, որ ուղարկելա մեր միջոցառման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է, որ ասելա ցեղասպանություն է եղել, այո։ Բայց մենք ասում ենք չի եղել։ Դե հիմա ինչ նախնդիր, ինչ արկում չի եղել, կամ ինչ օրինակ է, ես եթե ասենք, չգիտեմ, շոր մի մարզից եմ։ Ասում են, որ առաջնային օրակարգում չէ ուղղակի ցեղասպանության հարցը։ Եղել է, բայց առաջնային օրակարգում չէ։ Դե գիտեք ինչ կա, ես չեմ կարողանում հասկանամ առաջնայինը, երկրորդականը որն է, այսօր ոչ մի առաջնային խնդիր չկա, բանակը քայքայվում է, բանակը ոչ մի բան չի արվում, բանակին վախացնում ենք, ասում ենք մենք չենք կարող պայքարել, ասում ենք մենք իգնոր ունենք, մենք վերջապես ստեղծեցինք անկախ պետություն, բայց տեսեք, չեմ մի հատ թուրք է հետո, այս բերել եմ, քարտեզ կա, փոքր է, 134 քառակուսի կիլոմետր ադրբեջանցիներն են նստել, մարզերով կա, որտեղ իրանք մեր մոտ են, որտեղ կան սուսև անօրինական բան, ինք ասում անկախ ենք, մեր մոտ են, եւ որ Ադրբեջանի նախագահն ասում է Երևանը մերն է, Զանգեզուրը մերն է, մենք կանենք ինչ ուզում ենք եւ այլը, եւ որ Հայաստանի Հանրապետության նախագահն չի պատասխանում, միայն իր քաղաքացիներն է պատժում, իր մեր երկիրն արժեքազրկում։ Դե ինչ կարող ես ասել։ Սա փաստ է, ես չեմ ասում, թե թող ասի ինչ արեն, ինքը մենք էլ իմանանք, ես մեծ ուրախությամբ ես ամերիկյան ելույթունանոց $100,000 ես մրցանակ եմ բախչելու, եթե իմանան ասեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները կոնկրետ ինչ են արել 3 հարցով. տնտեսական հարցով, անվտանգության հարցով եւ միասնականության։ Թող ասեն։ Եթե ինչ-որ արել են, մենք էլ իմանանք, մենք էլ ներողություն կխնդրենք, ասենք, որ գիտեք ինչ կա, ասեք, որ իմանանք, բայց ինքը բանը պսիխոլոգիչի հոգեբանական ինքը գենոցիդ է արել մեր ազգին, այ մինչև հիմա անում է։ Դե պատկերացնում եք, որ ես սիրում եմ Մարինիկը, որ ինքը չի սիրում, ինքը բոլորին իրանով է բանը, իրանով է չափում։ Ինքը չի սիրում այս մեր երկիրը։ Ինքը տեսեք, մենք ասում եմ, ես պետք է ստորագրեմ պայմանագիր, բայց ասեք, պարոն վարչապետ, ինչ պայմանագիր է, ինչ է ստորագրում, քու բոլոր ստորագրած թղթերը մեր ազգին կործանման է տանում, որովհետև մենք այդ ամեն ինչը ուղենք, երկար ժամանակ է պետք։ Մենք հենց ստորագրեցինք անվտանգ ենք լինում, մինչև ասում են Ղարաբաղ տանք անվտանգ ենք, բայց եւ որ դուք լսում եք, չեմ անում, ես այս Ամերիկայում էի, մի քիչ խնդիրներ կար, ազատ ժամանակ ունեի, մի վանդանոցում էի, բավական ժամանակա նայում էի։ Հասկացանք, Ալիևը թե ինչ է անում եւ ինչ է ասում։ Չեք պատկերացնում, թե ինչ վատ, չէ որ անգլերեն են, բոլոր իրակ բանում, Ամերիկայում, բոլոր 15 հատ հերոստանգիր բան ունի, հերոստանգիրություններ ունի, որ խոսում ասում են մեր մասին, արժեքազրկում են, ցույց են տալի մեր գերիներին, որ այնտեղ են, բա ուր է մեր գերիներին, տեսեք,
Բա ուր է Սումգայիթի դեպքերը, ինչու դատի չեք բացել Սումգայիթի համար, ինչու դատ չեք բացել Բաքվի ջարդերի համար, սպանությունների համար, իրանց խախտումների համար, ինչու դուք չեք բացել, ինչու իրանց չեք պատժում, իսկ ինք ասում են մենք պատժելու ենք, մենք հələ վերջը չի Երևանը վերցնելու ենք, Զանգեզուրը վերցնելու ենք, Բաքուն, բա ինչ ինքը չի պատասխանում, չեմ հասկանում, լուրջ մեկը թող պատասխանի, են Լուկաշենկոին ես համաձայն եմ իր հետ, որ Լուկաշենկոն պետք է ասեր այդպեսի, բայց դա խաղ է, ինքը Ալիևին ով որ հիմնական պետք է ասվի չի ասում, բայց Լուկաշենկոին ասեց մենք չպետք է գնանք, ոչ մեկը չգնանք չասենք, ինչ թերոսություն, ես անհասկանալի է, մեր ժողովուրդը, գիտեք, ես շատ անհասկանալի է, մենք մեր եւ բիզնես էլիտային, եւ ինտելիգենցիայի մտավորականներին, բոլորին այնպիսի ռամկայի մեջ ենք դրել, չեք պատկերացնում, դե մի հատ պարզ բան ասեմ, անցյալ տարի մենք անցկացրեցինք մրցույթ ազգային ակադեմիայում, դա միշտ անցկացրել ենք, միշտ, մենք պետք է այդ մրցանակները տայինք, մեծ գումարներ չէին, բայց իրանց համար բավական է, մարդիկ հարցը գումարն էլ չի, որ իրանք հաղթել են, ազգային ակադեմիան ասում է մենք չենք կարող անել ձեր մոտ, ուզում ենք իրանց մոտ անենք, դա ասում է մեզ հրահանգավոր չանենք, հիմի դա ում համար է վատ, ինձ, թե Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ մեր ազգային ակադեմիային, Աբրամյանարային, դե տեսեք ինչա կատարում, ես չեմ հասկանում, մեկը մտածում է, բայց տեսեք ինչա, մեկը մյուսից դեմ, բոլորս մեկը մյուսից դեմ, բոլորս դեմ ենք, չկան, տեսեք որը մեծ ուրախությամբ, էս է հարցը, ես լիքը ասելու բան կա, ես չեմ ուզում ձեր ժամանակը խլեմ, ոչ էլ իմ ժամանակը։ Մի երկու հատ հարց ունեմ, ասեք, մեծ ուրախությամբ ասեք։ Այս ձեր գործերի մեջ ես գիտեմ, որ դուք մեծ փորձ ունեք գերիներին ազատելու։ Ես հիշում եմ 10 տարի, 15 տարի առաջ էր, որ Աֆրիկայից եսիմ օթաչու փրկեցիք, բերեցիք, չէ՞, այս Պուտինը շնորհակալություն եմ։ Այս մի հատ հայ կար, ինչ որ Ֆորմուլա 1-ը գնացել Բաքուն դե բռնել են, էլի դուք եք ազատել, բարձվեց։ Չեն ասում, չէ՞ դուք ասացիք մի անգամ, որ դուք եք ազատել։ Եվ այլ, մեր գերիների հարցը ոնց եք խորհուրդ տալի, ինչ անենք, որ ազատեն։ Գիտեք ինչ կա, դե հիմա ես ասեմ, Ադրբեջան ես քանի որ անդադ քննադատում եմ Ալիևին, ես բացի ոչ մեկը չի քննադատում։ Վարչապետը իր ասածներն է անում, ոչ թե քննադատում է, ոչ էլ ասում է։ Ես անդադ քննադատում եմ, ես չեմ կարող, իրանք միշտ լարված են իմ նկատմամբ։ Եվ որտեղ ես խառնվեմ, դա ոչ մի բան չեն տա։ Ես ինչ կարող եմ անել, ասեմ ձեզ, ես կարող եմ դիմել մեր երկրի նախագահին։ Ես դա արել եմ։ Քանի անգամ եմ լրացուցիչ դիմել, մի քանի անգամ։ Ալիևը անդադ ասում է, հեսա մեր դատերը, դատը մենք վերջանա, մենք որոշում կայացնենք, թե ում ներում ներենք, ում չներենք եւ այլը։ Այսինքն էլ իրա ձեռն անորոշությունն է։ Դա համար առաջի խնդիրներից մեկն է։ Տեսեք, բոլորը այնտեղ նստած։ Ինչ սատես մեղադրակներ ասեք անում են Վարդանյանին, տերորիզմ բան, այդ մարդը ինտելիգենտ մարդ, вообще դեռ կապ չունի այդ հարցերի հետ։ Բայց ինչ ասես անում են իրան նկատմամբ, չէ՞, կամ մեր նախագահներին։ Ես ձեզ մի բան ասեմ, օրինակ ես միշտ մասնակցել եմ բոլոր ժամանակներում։ Իրար հետ միասին եղել ենք մեր պարլամենտում Ռուսաստանի, իրար հետ միասին եղել ենք Ամերիկայում, գնացել ենք Ամերիկա, Սենատ, որ այնտեղ իրանց հետ ասեմ, չէ՞ որ դուք եղել եք, չէ՞ որ այս նախագահները ձեր մոտ եղել են։ Պարոն Սենատոր, եկեք մի բան արեք։ Խոսում ենք, բայց ուրիշ ես ինչ կարող եմ անել։ Չէ՞ որ դուք եկել եք, խումբը գնացել եք Ղարաբաղ։ Այդ այսօրվա հետախուզության պետ Ամերիկայի կինը եղել է Ղարաբաղում։ Բոլորը խոսում ենք, բոլորը ասում ենք, ինչ որ ես կարող եմ անել։ Եվ որ մենք չենք անում, մենք պետությունը, վարչապետը չի անում, եւ որ եղածն էլ ասում են մենք էս պետք է ստորագրի, որ բոլոր դատերը իրան դատի չտանք, մեզ վախացնելով դատի չտանք։ Ինքը այդպեսի թող պետք է ստորագրի։ Դա համարում եմ, չգիտեմ ինչ, դա արդեն վերջն է։ Դա վերջն է։ Ժողովրդի մեկը չի բացատրում, որտեվ ինքը ինքան է արժեքազրկել մեր մտավորականներին, դե բիզնեսը լետնել ամեն մեկ իր բիզնես ունի, իր հարցերով ազբաղված։ Ես ասում եմ, դա է։ Ես չեմ ուզում։ Ինքը ոնց, եթե ինքը հայրենիք սիրեր, այսօր ես հյուրանոցս կառուցած կլինեի։ Սերժ Սարգսյանը, եւ որ արդեն ընտրվեց երկրորդ անգամ նախագահ ամեն ինչ, ինձ թույլատրություն չկար, թույլատրություն տվեց, մենք սկսենք այդ
վերանոցի աշխատակները 12 մետր փոսը փորեցինք, գնաց Սերժ Սարգսյանը եկավ վարչապետը, կանգնացրել է։ Պայմանավորվել ենք բանկերի հետ, միջազգային համար առաջի կենտրոնն է լինելու դա։ Եվրազիական կենտրոնը։ Առաջավոր, ասենք, բրեդներից եկել էին այստեղ, տարբեր բաներ, տեսեք, չթողեցին, ինչ արեցին, ոչ միայն չթողեցին, վերցեցին 300 քանի մետրը, որ ես իմ հողից տվել էի որպես ճանապարհ։ Այո, որտեղ առանց այդ ճանապարհի դա հնարավոր չի, դա մի հատ Աստված Եվրոպայի բաժար եղավ, դե բոլորը պիտի վառվեն։ Հյուրանոցը վերցել է 300 մետրը տվել է առաջվա տիրոջը, ով որ այնտեղ տուն է ունեցել, որի փողերը ես տվել եմ, որի համար ես գնել եմ եւ կառավարության որոշում էլ կա դրա վերաբերյալ։ Ես առել եմ, իշքան որ ասել են, պետությունը աուկցիոնով բանով ես առել եմ։ Իրանցից որ թվիներ 2008 թվականին։ Հիմա վերցնում է, տալիս է, տեսեք, իշքան 35 տարի առաջ, 35-ը լավ է, 40 տարի անց արդեն, վերց է տվել է այդ դրանք թույլատրություն 8 հարկանի շենք, այդ 300 մետրի վրա, կողքերն իմ հողերն են, ինքը պիտի իմ հողի մեջով անցնի, ու դիմել է կառավարությանը, որ իմ հողերից էլի վերցնեն, որ այդ մարդը կարող է մտնի այնտեղ գնալ, 8 հարկ, մենք ասում ենք տվեք 4 հարկ կառուցենք, տվեք մի հարկ այդ փոսը մարդիկ են գնում են բան են ունում, Աստված հեռուտայի մեկ են գնի այդ փոսի, երեխաներ են խաղում ամառը, չի տալիս, սա բա պետությունն է, դա 3000-3500 մարդ կաշխատի, դա տեսեք ինչքան մարդիկ ամենաբարձր աշխատավարձը պիտի ստանան, որտեղ դա ամենաբարձր կենտրոնն է, 6+ կենտրոնն է, միայն դա հյուրանոցը չի, Ձելավոյ ցենտրը, Արևտրի կենտրոնը, բայց եկեք այդ մարդկանց աշխատավարձները, բայց հարկերը, որ մարդիկ պիտի ստանան, որը պետք է գնան մեր թոշակառուներին, բայց մեկը հայրենիք սիրող $250 միլիոն ես ներդրում պետք է անեմ այնտեղ, եթե կարող ավելի շատ լինի, եթե մեկը պատկերացնում եք մեր պետության նման, դե գիտեք ինչ կա, ես բավականին շատ պետություններ գիտեմ, եթե օրինակ ես գնամ Եվրոպա, Ամերիկա, չէ, ասեմ ինձ բոլոր պայմանները կստեղծեն, Եվրոպայում, կասեն 50%-ն էլ, օրինակ Իտալիա, կասեն 50%-ն էլ քեզ տալիս ենք անվճար, որ կառուցես գումարը, իսկ այստեղ չեն տալիս, ես տալիս եմ մեկին, որ այսինքն եթե նա կառուցեց, այդ հողի վրա էլ ոչ չես կարող կառուցել, դե սա է, հիմա ես ինչ ասեմ, այս մարդիկ կարող են ասել պետություն են սիրում, դե քանի որ գիտեք ինչ կա, տեսեք, չի տարածում լուրերը, հետո ժողովուրդը մերը հեչ մեղ չունի, ժողովրդին չի կարելի մեղադրել, մեր աշխարհի ամենալավ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեղավորը ես ասեցի, մտավորականներն են, իրանք էլ իրանց մահաններն են, դե ասում են ինչ անենք, ես դες բան չէի տեսել, ես գնացի այնտեղ, այն ժամանակ մենք վեսի որ դպրոց են գնում, այդ մենք մի ռուբլու կալբասա ենք առնում, վերում ենք թերթի վրա կտրտում, ձեռով որ կտրում ենք, հաց ուտում ենք, նույն պատմությունը գրողների միության մոտ էր, դե իրանց գնացի ելույթ ունեցա, դե մարդը ուզում էր ղեկավարը, ես դա ցավ է, դա դարդ է, եւ անդադ ինչ են ասում, ինքն լավ գրող չունենք, լավ վարչապետ ունենք, լավ գրող է, հետո եթե մենք 10 անգամ ասենք լավ գրող չունենք, այդ գրողը չի կարող լավ բան գրել, դա հնարավոր բան չի, մենք ինչ ունենք, դա մերն է, մենք պետք է իրանց ասենք, իրանց բան անենք, օգնենք, իրանց մեծարենք, որ իրանք կարողանան նորմալ բան գրեն, բայց չի չէ իրոք, ցավալի է, իրոք ցավալի է, հետո մի բան ասեմ ձեզ, ես ոչ մի բանի կարիք չունեմ, ես բանկրոտ չեմ, ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ մի խնդիր չունեմ, ես աշխատում եմ, այ հիմա էլ գործարանտի, որ ստեղ կառուցեի չեմ ուզում, Էմիրատներում եմ տանում կառուցեմ։ Պարոն Աբրամյան, ուզում եմ հստակ հասկանալ ինչ էին ձեզ ասում Զվարթնոցում, ինչ խնդիր էր առաջացել եւ հաշվի առնելով ձեր լարված ավելի ճիշտ իշխանության լարված հարաբերությունները ձեր հետ համագործակցում եք արդյոք դեսպանության հետ եւ արդյոք դա համայնքային կյանքին չի խանգարում ձեր եւ դեսպանության իշխանության այսպիսի հարաբերությունները։ Գիտեք ինչ կան, ես լարված չեմ իշխանությունների հետ, ընդհանրապես ես էլ իրանց լավ հարաբերության մեջ եմ, բոլորի հետ։ Իրանք են իմ հետ վատ հարաբերությունների մեջ, իրանք են լարված, իրանք ինչ չեն թողնում, ես ասեցի ինչու, որ մարդիկ վախենան, որ ես վախենամ,
որտեղ հետո գիտեք ինչ կա, քանի որ իրանք լավ բաներ առաջ չնեն, գիտեք ոնց որ փողոցն էլի, արախպեր տեսակ ոնց Աբրամյան արային կանգնացրեցինք։ Աբրամյան արան բոլոր աշխարհում եք գնում գալիս է, բոլոր այդ մուտք ունի, բոլոր նախագահների հետ հանդիպում եմ, այդ Տրամպի ինոգուրացիան ես եղել եմ։ Ինքը եղել է, որից մեկ եղել են։ Այ հիմա եկել են ամերիկացիներ այստեղ 12 հոգի։ Մենք գնացինք երեք իրանք գնալուց առաջ իրանք գնացին ցեղասպանության թանգարան, բոլորը 12 մարդ, իրանք ծաղիներ դրեցին, բայց չհասկացանք, բա ի՞նչն է, այդ մեր բիզնես ֆորումի մասնակիցներն էին, բայց չհասկացանք, հենց այդ է խնդիրը, մեր լարվա, ես ինչ գործում եմ իր այդ, որ լարված եմ, ես իրան ասել եմ, ինչքան շուտ ինքը թողնի գնա, դա իր օգուտն է, միգուցե ազգով փող հավաքենք, մեր ավելի լավ մեր կղզի առնենք սիրուն, ասեն գնացեք այնտեղ ղեկավարեք։ Իսկ դες հստակ ինչ էին ասում, ինչու չէին թողնում, ինչ պատճառ էր։ Դե եթե ես իմանամ այդ մարդիկ ասեմ շատ հարգալից, այնպես չէ որ շատ շնորհակալ եմ։ Ոչ մի բան ասեցին, գիտեք ինչ կա։ Իրավունք չունեք գալու, մենք սպասում ենք զանգի։ Հիմա զանգն է, դե գիտես այդտեղ կապը այնպես չի էլի, որ ասենք շուտ արագ ասեն, դե 2.5 ժամ էլի վատ չէ, ասեմ ձեզ։ 2.5 ժամ հետո ասեցին։ Իրանք իրավունք չունեին ինձ կանգնացնել մեկ, իրավունք չունեն այդքան երկար պահել։ Ես կարող եմ ասել հազարը մի բան։ Բայց դե մարդիկ էսեն։ Թող չգա, ես չգամ, դե հիմա ես չգամ, ես 250 միլիոն չդնեմ, ներդնեմ, ես չանեմ, ինչ անեմ։ Բա լավ կլինի, բայց բա մեր ժողովուրդը, բա մեր գյուղացիք, բա իմ ընկերները, որ ես գալիս եմ, իրանց տեսնում եմ, իրանց օգնում են, միշտ փողը բերում եմ, բաժանում եմ։ Գիտեք ինչ կա, դա աննորմալ երևույթ։ Հետո ասում են իրանց էլ լավ չես։ Ասեմ մի րոպե, ով ում էլ լավ չի։ Իսկ իշորնա դեսպանությունը ինքան լավ է, մենք միշտ իրան հրավիրում ենք, իրանք չեն գալիս։ Դե պատկերացրեք, ամենամեծ հասարակական կազմակերպության միջոցառումներն Հայաստանի Հանրապետության դեսպան առաջվանն էլ հիմա էլ չեն եկել։ Իրենք ասում են մենք բանը հատուկ հանձնարարություն ունենք հայրենիությունը քանդենք։ Ես ասեմ գիտեք ինչ կա, պետք չի քանդել։ Մի հատ նորը բացեք, ես մի անգամ թողեմ կգնամ, ես երջանիկ կլինեմ։ Բա բացեք հենց մի հատ մի բան արեք։ Մի հատ բացեք բոլորը կոչեմ անում, բոլորը իրար հետ միասին։ Բա վերցեք բացեք։ Բացեք մեկ էլ թողնեք փակեն գնանք, թող իրանք ցույց տան, որ իրանք ի վիճակի են։ Համել լավ կլիներ, կասեն տեսակ, մեկ ուզում էր բացել, մի 10 տարի դատեցին։ Արա Շավիրովիչ, մի հարցել, այս մեր երկրի ցանկությունը Եվրամիություն մտնելու, մի կողմից ազգային ժողովուրդը որոշում է ընդունում, ցանկությունը հայտնում, մյուս կողմից Օվերչուկը ասում է կամ այս կողմը կամ այն կողմը, դա ասում է Տիտանիկի համար տոմս է կառել է, որ ուզում է գնալ Եվրամիություն, եւ մի բան էլ որ ասում են զգալի մասը ժողովրդի ուզում է, հետաքրքիր թվեր են այս Գյումրի ընտրությունները, այդ 4 կուսակցությունը, որ այդ 60,000 ստորագրությունը հավաքեց, իրանք բլոկ են կազմել Գյումրիում, իրանք տեխնացուն ունեն, որը 4.5% հավաքեց ընտրություններին։ Փաստորեն ստացվում է, որ այդքան էլ դες միանշանակ չի ժողովրդի զգալի մասը, հա զգայուն մասն ինչ որ տես տերմիններ կային, հա, մեծամասնությունը եւ դուք ինչ եք մտածում Եվրամիություն մտնելու Եվրազիայի։ Նախ այդ 10%-ների մասին ասեմ ձեզ, վարչապետը անդադ ելույթ ունենում, անդադ իրան նշում է, ինձ ընտրել է ժողովուրդը։ Բայց իրան ընտրել է ժողովուրդը, իրան չի ընտրել ժողովուրդը։ Իրան ընտրել է այն վարչապետին, այն ժամանակ, այն Փաշինյանին, որը ինքը ասում է Ղարաբաղը մերն է եւ վերջ, որ դուք երջանիկի ժողովուրդ, իմ հպարտ քաղաքացի եւ այլը, որ սենց է լինելու, լավ է լինելու, հեսա միլիարդները հետ բերեմ ես հին մարդկանց այդ եւ այլը, իրան են ընտրել։ Հիմա ինքը ճիշտ հակառակն է ասում եւ հակառակը արել, անթույլատրելի հակառակը։ Ասում է ես չեմ ստորագրել, վերջերս ասած ստորագրել է։ Գիտեք, խնդիրներ շատ կան։ Իր ասածը։ Դրա համար ասում եք այսօր ինքը ոչ մի ձայներ չունի, ես չեմ հավատում այդ ընտրություններին, դրա մեջ ցույց տվեց, որ 4 կուսակցություն միացրեցին, 4 հələ 4% պետք է հասկանալ, թե ոնց են ընտրել։ Պետք է ոչ մի ես չեմ պատկերացնում, էսա, եթե մենք արդար ընտրություններ անենք, մենք իմանանք, թե ինքը կարող է թե չի կարող, ինչ որ մնում է Եվրոսայից գնալը։ Գիտեք, Եվրոսայից գնալը։
Գնա ինչ անի։ Ես միշտ անդադ ասել եմ, եթե դուք բոլոր, ես էլ եմ ուզում Եվրոսայից գնալ, ես էլ եմ ուզում Ամերիկա գնալ, բոլոր տեղին ուզում եմ գնամ, բայց գնամ ես ինչ անեմ, ով է ինձ այնտեղ սպասում։ Ով ինչ կարող է տալ։ Մեր պետություն դուք վերցրեք, իգներդ ասեցիք, այս վերջերս Ռուսաստանում ամփոփել է, մոտ 12,000 մեր ապրանքաշրջանառությունն է, 12 միլիարդ, 12 միլիարդից ավելին։ Դե տեսեք, այնպիսի ստրատեգիկ ապրանքներ, ինչպիսին հացը, հացամթերքը, դեռ գրած էր մոտ 80-ից ավել տոկոս։ Այսինքն, բայց հաց մենք որտեղից ենք բերելու, ինչ գնով ենք բերելու։ Այսօր մենք արդեն ճգնաժամի մեջ ենք։ Գազը որտեղից ենք բերելու, ինչ գներով։ Մնացած այլ բաները։ Հիմա ասում են Իրանից գազը կբերենք, ես դեմ չեմ Իրանից։ Իրանից գազը սկզբից մենք պետք է Իրանից գազը բերենք։ Գիտեք, գազը այնտեղ չի, որ վեդրոչի կամ մի կանեստր դրեցիր, բերեցիր։ Այնտեղ, այո, կառուցել են, Քոչարյանի օրոք կառուցեցին գազախողովակներով բերեցին, բայց դա շատ քիչ է, որովհետեւ մենք թեկուզ Իրանը եթե տա, դա մեծ հարց է, բայց եթե տա, հաշվեք, որ Իրանը մեր բարեկամն է տվեց, չէ՞ որ մենք այդ տրոման պետքա քաշենք, դա ժամանակ է պետք, բայց մինչև այդ ինչ, ռուսներն ասում են դուք որոշում կայացրեք, որտեղ եք, եթե այնտեղ եք, դուք գնացեք իրանց հետ, Եվրազիական Մենք կարծես ինչ որ բան ամեն դեպքում փոխվել է հենց իշխանության մոտ կախված Ռուսաստանի դերի բարձրացմամբ տարածաշրջանում ամերիկայի ընտրություններ եւ այլն աշխարհաքաղաքական առումով իշխանությունը կարծես նորից ուղղություն է փոխում դեպի Ռուսաստան դուք այդ կարծիքին եք թե ոչ Դե գիտեք ինչ կա ես համաձայն եմ ինչ-որ բաներ հիմա վերջերս արտաքին գործերի նախարարը եկավ ինչ-որ բաներ ասեց բայց դե գիտեք մեկը մյուսին հակասում հա ասածները նա նայ ասում իսկ parlamentul întâlnuma sperter să întâlnesc երկրորդ այո ընթերցման ժամանակ ընդունես Եվրազիա բան գնալ Եվրոպա ոչ թե Եվրազիա 12 քանի միլիարդ է Եվրազիայի ընդհանուր առևտրաշրջանառություններ Դե հիմա գիտեք ինչ կա անհասկանալի է կայուն չի վստահություն չունի ինքը վստահություն չունի, հետո իրանք շատ լավ տեսնում են ինքը ինչ անում իր ժողովրդի նկատմամբ, շատ լավ տեսնում են, շատ լավ հասկանում են։ Էսա, դա եթե հիմա պետքա գնանք այնտեղ, ինչն է փոխվել, եթե դուք ասեք, ես կիմանամ։ Հələ բայց ռուսները առայժմս չի փոխվում ռուսական կողմից, որտեվ նախ ես անդադ աշխատում եմ գլուխ չեմ գովում, որ ասեմ, իրանց հետ, որ ամեն ինչ արվի, ես ասում եմ ամեն ինչ կփոխվի, չէ՞ որ իշխանությունը վեճնի չի։ Իշխանությունն էլ գնալու բերեք բան չանեք բերեք մեր ժողովրդին տեղից արդեն իրանք ինձև են բոլորին բացատրում ասում որ բոլորը գիտեն այս որ մտանք Եվրոսայուզ էլ չենք աշխատել դիվանի վրա պարկելու ենք Եվրոսայուզը բերի բոլորիս ըստ պահանջի ապրենք ոչ չի լինելու չի նախ Եվրոսայուզ մեզ չեն ընդունել ձևի Վրաստաններ տեսեք ինչ եղավ Ուկրաինան ասեմ Բարդ օրինակ, մենք հետևանք չենք անում, մեր պարետոլոգները այդ մասին չեն խոսում, տեսեք, ինչ արեց Ուկրաինան, Ուկրաինան եկավ, տեսեք, մի փոխվեց, չէ, մի նախագահ փոխվեց մի պետության, Ամերիկան, եկավ, ասեց, ես չէ, 350 միլիարդ փող եմ տվել, բայց այդքան չէր տվել, ամեն դեպքում այդքան հաշվեցին, ես երկրի ինչ հարստություն կա վերցրեցին, պատկերացնում եք այդ երկրի վիճակը, վաղը Եվրոպան, Եվրոպային պետք է այդ կռիվը։ Իրանք այդ Եվրոպային այդ կռիվը պետք է, Եվրոպան շատ լարված ուզում է այդ կռիվը շարունակի եւ այլը։ Ես գիտեմ մի քիչ ուրիշ բաներից, ասենք առաջի դեմքերից, մնա Գոգոս դեպից։ Ես չեմ ուզում անուն տամ, բայց ասեմ ինչ են ասում եվրոպացիներին, ով որ իրանց հետ անմիջապես կապի մեջ է։ Բանակցությունների մեջ են ժամանակ այնտեղ գնացել են Եվրոպա ամերիկացիները իրանցից մեկին դա շատ մեծ պաշտոնյա ասում են բերեք մի տարի համոզում են ամերիկացիները թող մի տարի էլ պատերազմը շարունակվի դե պատկերացրեք հենց որ պատերազմը կայնա արդեն եվրոպացիները կսկսեն պահանջ թե ինչ վերցեն ներկայացնեն Ուկրաինային թե իրաց բաժին իրաց փողերը բավորա գնում։ Բա մենք ինչ պետք է ստանանք։ Այնտեղ Վենգրիան իր հողերը կվերցնի, ես եմ Լեհաստանը Իրան, Ռումինիան Իրան, Սլովակիան Իրան, Կարպատները բանը։ Սա հենց այդ խնդիրներ է, հետո դες բան չկա որ կգան իրաց սիրուն կյանք անհասկանալի է։
Դեպքում նաև բիզնես առումով մեզ հասարակության իշխանությունը համոզում է, որ Թուրքիայի հետ սահմանը բացելը, ցեղասպանությունը մոռանալը, խաղաղության պայմանագիրը, սահմանադրությունը փոխել այդ ամեն ինչը պետք է զիջել Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, այստեղից մենք արտահանում անենք, ներգրում անենք եւ այդպես կսկսենք շատ ավելի լավ ապրել։ Այդ շանսերը մենք ունենք։ Գիտեք, այդ բլաբլաները մեր ժողովրդին ամբողջ մեր ազգին կործանում է մեր ազնել այդ բլաբլաները։ Ես այ կուզենա մի հատ հիմա ասել Յուլիա ջան, ձեզ ասեմ, մի հատ խնդրում եմ լավ մասնագետների, տնտեսագետների հաշվարկեք, թե մենք ինչ ենք արտահանում, դարձավ կայ ցուցակը, ասենք Եվրազիա, եւ ինչ ենք առնում Եվրազիայից գումարին մի քիչ ավելի շատ մենք առնում ենք, քան թե մենք արտահանում ենք, ես ձեզ ասեմ, տեսեք դա հանեք, երկրորդը վերցրեք, թե մենք ինչ կարող ենք արտահանել Թուրքիա, ինչ կարող ենք Թուրքիա արտահանել եւ ինչ կարող ենք իրանցից առնել։ Ես խնդրում եմ, որ իրանց բան անեք, վերցնեք, անկախ, ես երբևիցե մի բան չեմ ասում, որ չկա, գոյություն չունի, այդ իրանք են ասում, որ մենք գրենք, ես ցույց տանք, թե մենք ինչ կարող ենք անել, ես ինքան ուրախ կլնեմ, որ Թուրքիա սահման չլինի, Ադրբեջան, բոլոր տեղերը, ես շատ ուրախ եմ բարեկամանան, բոլորի հետ, խաղաղություն լինի, ինքեր ասածները բանակի վրա, մի բանակ ստեղծեմ, ինչ բանակ ստեղծեմ, միշտ դա ձևավորված, օրինակ մի ժամ միշտ եղել ամբողջ մարդկային պատմության մեջ, մանավանդ վերջերս, վերջի մի քանի 100 տարիներ։ Ինչն է, սոցիալական ժամանակ ինչ կար, կար ՆԱՏՕ, կար Վարշավսկի դագավոր։ Հիմա ինչ կար։ Այս բաների դες փլզումը մնացել էր ՆԱՏՕ ՕԴԿԲ։ ՆԱՏՕ ՕԴԿԲ։ Կար, ինքը վերցրեց դուրս եկավ։ Ես բանակ ստեղծեմ, երկու պետության հետ կարող է վատ լինենք, բայց երկու պետության բանակ ոնց ստեղծեմ կամ ինչի համար ստեղծեմ։ Դա ասելու բան է, որ ինքը ասում է։ Դրա համար կան դրա համար է պետք մենք մտնենք ՕԴԿԲ-ի մեջ ենք։ Ինչ որ կատարում է ՕԴԿԲ Ռուսաստանից, հետևանքը այսօրվա Հայաստանի իշխանությունների վատ քաղաքականությունից է։ Ամեն ինչը 100%։ Դրա համար իրանք էսա, վիճակը սա է։ Մտեք սեզ ոնց կլինի բա։ Ես թվում եմ մենք հագել հետո ստեղել մի ժամ կարելի էր խոսալ։ Դե հետարքիր էր։ Չէ, հետարքիր շատ ասելիքներ կան, կարելի ասել վերցրեք տեսեք կոնստիտուցիան փոխում է։ Թագավորի ստորագրում է։ Ես զարմանում եմ, սես բան ոչ մի տեղ չկա։ Աստվածա մեր ազգին համբերություն եւ Աստվածա մեր ազգին մի քիչ նեն հայրենասիր հայրենիքը ամեն ինչ ազնականացնում ենք ամեն ինչը հետո իմ մասի խոսալ դա ինչ պետք է մալիշկայից եմ ես ասում եմ մենք մեր գյուղ այնքան շատ եմ սիրում էլ չասած շատ լավ է մալիշկայից եմ հայեկել եմ աշխատում եմ ոչ մեկից փող չեմ վերցրել ոչ մեկից փող չեմ ստացել եղածը կանգնացրել են դժվարություններ են ստեղծում ինչ է ոչ մի բան չի եղել ես անհանգստացած եմ ոչ թե իմ բիզնեսի մասին այլ ես անհանգստացած եմ պետության պետականության պետական շահի եւ անվտանգության հարցերով Հայաստանի ես ոչ մի խնդիր չունեմ գիտեք ոչ մի խնդիր հետո հիմար բաներ գրում են այնտեղ ես իմ տղաս եկել աստեղ հետաքրքիր անունը չեն ճիշտ Աբրամյան Արթուր տղաս եկել աստեղ որ այս վերջի փողերը ժողովրդի տիպը գողանա տանի այ քեզ բան այնպես որ աննորմալ երևույթ է եկեք մենք իրար հետ միասին երբեք մենք չպետք է հանգիստ վերաբերենք համաձայնվենք եղածին մենք պետք է ճիշտը ասենք ես կոչ եմ անում բոլորին ասեք ճիշտը ստուգեք հասկացեք եւ ասեք այն ինչ որ կա մեզ պետք չի ավելացնենք այն ինչ որ կա մեր համար դա արդեն ոնց ասեմ ճայիչի մեջ ամենաանդունդում ենք գլորեն եկեք դա ասենք
Եվ երկրորդը ամենակարևորը, ասենք, թե ոնց կարող ենք այդ իրավիճակից դուրս գալ։ Ես երևի հեսա մի առանձին հեռուստաընկերություն, որտեղ դա երկար թեմա է, պետք է ես ասեմ։ Մենք ծրագիր ունենք, գրել ենք, ասել ենք, թե ոնց պետք է դուրս գանք այս իրավիճակից։ Ես հեսա մի երևի այսօր այստեղ որտեղ ինձ կհրավիրե միտեղ ես ասեմ, թե մեր ծրագրի մասին խոսանք եւ ասենք մենք ինչ ենք որոշել եւ ինչ ենք ոնց ենք տեսնում դա։ Իմ կարծիքով դա ամենաճիշտ եւ շատ արագ պետք է ծրագիր իրագործենք։ Շնորհակալ եմ բոլորիցս, լավ եղեք։